Բարև ձեզ, եկեք խոսենք fair value gap-երից, որովհետև շատ պահանջված հարց է ու երբեմն մարդիկ չեն հասկանում ի վերջո ինչա այդ fair value gap-ը։ Եկեք ներկայացնեմ։ Fair value gap-ը այն է, որ 3 մոմից բաղկացած մեջտեղում գտնվող դատարկ տարածությունն է։ Այսինքն, երբ որ մենք ունենք օրինակ բարձրացող մոմեր, 3 հատ կանաչ մոմ, որը որ ընդհանրապես պարտադիր չի, որ լինեն բոլորը կանաչ մոմ, բայց գաղափարը հեսա կներկայացնեմ ձեզ, որ մենք ունենք առաջինը, երկրորդը այնքան արագ է բարձրանում, որ երրորդը չի հասցնում իջնի եւ բարձրանում է շարունակում է վերև, ու այն տարածությունը, որ առաջի ու երրորդ մոմի միջև ստեղծվել է, ուրեմն պոչերը ներառյալ, այսինքն այս պոչերը որ կա, սա կոչվում է fair value gap։ Ինչպես նաև տեսնում ենք իջնող, իջավ, պոչը թողեց, բարձրացավ, հաջորդը շատ ուժեղ իջավ եւ այն մյուսը չկարողացավ բարձրանալ շարունակի վերև եւ ի վերջո իջավ ներքև։ Սա ինչի համար է նախատեսված։ Սա կոչվում է դիսբալանս։ Այսինքն այնքան արագ է շուկան բարձրացել, գինը բարձրացել, որ հակառակ ուժը չի կարողացել մտնի շուկա, գործարքներ անի, որպեսզի շուկան բալանսավորված լինի։ Եթե այս պոչերը, օրինակ, այսենց վերև լիներ կամ ներքև, ու այս պոչերը մեկը մյուսի հետ համընկներ, սենց ասած, ապա բալանսավորված շուկա կլիներ ու ինքը մեծ հաշվով ոչինչ չէր ասելու մեզ, բայց երբ որ մենք գտնում ենք նմանատիպ օրինակներ, տարբերակներ շուկայում, ապա կարող ենք ասել, որ միանշանակ սա fair value gap է։ Ու fair value gap-ը ինչ է սովորաբար անում։ Եթե բարձրացող է, ապա այստեղից բարձրանալու է իջնի այս fair value gap-ը, ուրեմն կպնի, հիմնականում մխրճվի մինչև 50%-ը, որից հետո շարունակի վերև բարձրանալ ու բալանսավորի շուկան։ Ինչպես նաև հակառակը, որ եթե ունենանք այսպես իջնող, ինքը կբարձրանա, որից հետո կիջնի։ Okay? Մի քանի պատկեր եմ ուզում ձեզ ցույց տամ, որպեսզի ձեզ համար պարզ լինի։ Սա ու նա։ Հիմա եկեք ռեալ տարբերակով դիտարկենք, ունենք այսպես, տեսեք, այս 3 կարմիր մոմերը, պոչերը գալիս են, տեսեք, այստեղ կպնում են, մեկը մյուսին կպնում է, բայց երբ որ այս առաջի մոմով ենք մենք դիտարկում, արդեն փոխվում է, տեսնում եք, առաջի մոմինը, որը որ դոջի մոմ ունենք, այստեղ իջելա, որից հետո այս շատ արագ իջելա ներքև, ու այս մեկը նույնպես շարունակել է իջնել, չթողնելով ժամանակ, որ բալանսավորվի շուկան, այստեղ դիսբալանս ունենք այս կետում։ Հետևաբար մենք ինչ ենք ակնկալում, որ շուկան այսպես պետքա գա բարձրանա այս կետ, որից հետո նոր իջնի։ Պարզ է։ Եկեք նայենք, թե ոնց է սա տեղի ունենում։ Տեսնում ենք շուկան շարունակում է, բայց այստեղ ինքը հիշում է, որ դիսբալանս ունի։ Ու հետևաբար մենք սպասում ենք այնքան ժամանակ, որ մինչև շուկան գա բալանսավորվի, մենք դիտարկում ենք հետևյալը, որ խնդրեմ, այստեղ տեսանք, որ շուկան, ինչպես որ պատկերացնում ենք, պետքա գար այս դիսբալանսը մաքրեր, ինչպես որ ասացի, կեսով չափ մտավ fair value gap-ի մեջ, որից հետո միանգամից sell-off տեղի ունեցավ, այսինքն շուկայի մեծ անկում։ Լավ, որից հետո անկման ժամանակ նույնպես ինքը ստեղծեց երկրորդ fair value gap-ը, այստեղից այստեղ, տեսնում եք, որը իջավ, բարձրացավ կպնելուն պես, շարունակեց իջնել։ Եվ այսպես դուք լիքը fair value gap-եր կարող եք տեսնել, բայց պետք է հասկանաք ի վերջո որն է լավը ու որն է վատը ու ինչի համար ու երբ պետք է օգտագործեք։ Ինչպես նաև ժամերը։ Օրինակ այս ժամը 4-ն է, որտեղ որ kill zone-ա է անվանվում, որտեղ որ Նյու Յորքը նոր-նոր արթնանում է ու գնում է հասնում է իր կետին, մաքրելով հիմնականում նախորդ բոլոր բարձր կետերը, պիկերը եւ շատ գեղեցիկ իջնում է ներքև։ Այստեղ մենք կարող ենք այսպես մոտավորապես այստեղ կարող ենք 1:5-ի հարաբերակցությամբ գործարք բացել, որը որ թարգմանվում է $100 ենթադրենք ռիսկ էինք անում ու $500 եկամտաբերություն կարող էինք ունենալ։ Դե ինչ, եթե հետաքրքրեց ձեզ այս fair value gap-ը ու trading-ը,
կարող եք դիտարկել 27000 դրամանոց on-line կուրսը, որ ունենք, որտեղ որ մանրամասն բացատրում ենք այս բոլոր նյուանսները, թե ոնց կարող եք դուք trader դառնալ ու իսկապես փող աշխատել։ Կհանդիպենք հաջորդին, հաջողություն։